Հրապարակման ժամն է, բարև ձեզ։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ 1 միլիարդ դրամ քաղաքացիների առաջարկած ծրագրերը կյանքի կոչելու համար մասնակցային բյուջետավորման այս տարվա ծրագրերում ընդգրկվել է 21 համայնք։ Նորակառույց դպրոց Հայանիստում սեյսմիկայուն շենքը կծառայի ավելի քան 430 աշակերտի։ Մասսայական տեխնոլոգիական կրթություն մարզերում ծրագրի մանրամասները տաղավարում։ Եվ հարցնում է քաղաքացին, կառավարության ու ազգային ժողովի համատեղ նախաձեռնության այս անգամվա ոլորտը իրավականներ։ Կառավարություն համայնք նոր ձևաչափը ընդլայնում է թե բյուջեն և թե աշխարհագրությունը։ Մասնակցային բյուջետավորման հնարավորության երկրորդ տարում 21 համայնքում տարատեսակ ծրագրեր իրականացնելու համար պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ դրամ։ Բնակիչների առաջարկած ծրագրերը նախ դնում են քվեարկության։ Առավելագույն քվեներ հավաքածները կյանքի են կոչում։ Կառավարությունը տալիս է անհրաժեշտ գումարի առավելագույն 80%-ը, համայնքն էլ պարտավորվում է ծածկել պակասող մասի հատվածը։ Մասնակցային բյուջետավորման ծրագրերը ենթադրում են պարզ ընթացակարգեր, նախագծերն էլ պետք է անել, ավարտել բյուջետային 1 տարվա ընթացքում։ Ուրախանում եմ, որ մեր այս փոքրիկ համայնքում մի փոքրիկ շատ գեղեցիկ անկյուն կա։ Ուրախությունը նաև հպարտություն է։ Գյուղում ֆուտբոլի դաշտը հիմնել են նախ եւ առաջ իր նախաձեռնությամբ։ Մասնակցային բյուջետավորում ծրագրով առաջարկեր ներկայացրել նախագիծը հաղթող էր ճանաչվել ու կյանքի կոչվել։ Չունեինք հարմարավետ տարածք, շատ հին էր, բայց երեխաները օգտագործում էին դաշտը ու պայմանները անվտանգ չէր երեխաների համար։ Գաղափարով ոգևորելու իր նախագծի օգտին քվեարկելու խնդրանքով դիմել էր համագյուղացիներին։ Ստացվեց։ Մասնակցային բյուջետավորմամբ ծրագրերի համար պարտադիր պայման է բնակիչների ներգրավվածությունը։ Մեկնարկային տարում 2024-ին աշտարակն այն 4 համայնքներից մեկն էր, որ մասնակցեց պետության առաջարկած այս հնարավորությանն ու ստացավ համաֆինանսավորում ենթակառուցվածքների բարելավման համար։ Այս տարի աշտարակցիներն ավելի ակտիվ են եղել։ Անցյալ տարի ունեցել ենք մոտ 4 տասնյակ հայտ, իսկ այս տարի 7 տասնյակի հասնող հայտ ենք ունեցել։ Կարող է լինի այնպիսի հայտ, որ գումարը ինքը ըստ էության մեծ լինի այդ ծրագիրը իրականացնելու համար, բայց դա եւս հետագայում հաշվի է առնվում համայնքային այլ ծրագրերում կամ սուբվենցիոն այլ ծրագրերում ներգրավելու նպատակով։ Այս տարի մասնակցային բյուջետավորման ծրագրով կառավարությունը կրկնապատկել էր հատկացվող բյուջեն, հասցրել 1 միլիարդ դրամի։ Նախորդ տարվա 4 համայնքի փոխարեն հիմա ծրագրին մասնակցում է 21 համայնք։ Ընտրվել է 39 ծրագիր, ներկապային իրագործման փուլում արդեն այդ ծրագրերը, որոնցից 11 համայնքներում 23 ծրագրի գծով կնքվել է շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերը։ Ի տարբերություն նախորդի, այս տարի առաջարկված ծրագրերի օգտին քվեարկող քաղաքացիներն էլ ակտիվ են եղել։ Խրախուսելու համար համայնքներում մարդկանց ակտիվությունը մասնակցային բյուջետավորման պետությունը պատրաստ է ծածկել ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ գումարի մինչև 80%-ը։ Ֆինանսավորումն իրականացվում է պարզեցված ընթացակարգով։ Մեկ բյուջետային տարվա ընթացքում պետքա ծրագիրը ավարտին հասցվի։ Այսինքն սա տեսանելի լինի հենց առաջի հերթին բնակչի համար, որ իր կողմից ընտրված ծրագիրը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։ Արդեն որոշումը կա 2026-ի համար կառավարությունը էլի կրկնապատկելու է մասնակցային բյուջետավորման հատկացվելիք գումարը, հասցնելով 2 միլիարդի։ Մասնակից համայնքների թիվն էլ կավելանա։ Հիմա աշխատում են քվեարկողների նույնականացման ավելի բարձր ստանդարտներ ներդնելու ուղղությամբ։ Արարատի մարզի Հայանիստ բնակավայրի նախկին Խարխուլ միջնակարգ դպրոցի շենքի փոխարեն հիմա կառուցվում է նորը, ժամանակակիցը սեյսմիկայունը։ Շինարարությունը կառավարության եւ Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Նորակառույց շենքում 432 աշակերտ կկարողանա սովորել։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ներառված է 46 հաստատություն։ Ես ուզում եմ մեծանամ շինարար դառնամ, որ էլի այսենց դպրոցներ սարքեմ։ Մինչև Նարեկի հասակակիցներն ու բարձր դասարանցիներն անհամբեր սպասում են երբ են նոր դպրոցում դասերն անելու, դեռ 7-ը չբոլորած տղային շինարարության բուն պրոցեսն է հետաքրքրում։ Ինչպես անել, որ դպրոցը ոչ միայն սիրուն ու լուսավոր լինի, այլև ամուր։ Հայանիստի նորակառույց դպրոցում հիմնական գործն ավարտել են։ Վերջին շտկումներն են։ 380-ից ավել աշակերտ ունեցող դպրոցի տնօրենն արդեն օրերն է հաշվում, երբ են վերջապես դասերն անցկացնելու նոր կառույցում։ Տարիներ շարունակ վթարային շենքում են կազմակերպել դասապրոցեսը, հինը որ արդեն քանդել են, խորհրդային տարիներին էր կառուցվել, երբևէ հիմնանորոգում չէր արվել։ Խնամքի բացակայության եւ տեղանքի խնդիրներով պայմանավորված
այստեղ արտեզյան ջրերը շատ են, շենքը դարձել էր 4-րդ կարգի վթարային, փոթորիկը ամբողջությամբ պոկել էր դպրոցի տանիքը, աշակերտները երկրորդ եւ երրորդ հակ չէին բարձրանում, իսկ դասապրոցեսը իրականացվում էր տեղում 2 հերթով։ Բազմաթիվ կոնստրուկտիվ կրող տարրերում ուներ ճաքեր, քանդված մասեր, հիմքերն էլ նույնպես չէր բավարարում ուժեղացման, նպատակահարմար էր, որ ինքը քանդվեր։ Հին դպրոցի խնդիրների մասին միայն հիշողություններ են մնացել, նորն ավելի ընդարձակ է, լուսավոր, ժամանակակից դպրոցների չափորոշիչներին համապատասխանող շենքը նաև ճարտարապետական առանձնահատկություններով է գրավում։ Երթիկները ամբողջությամբ պատրաստված են թրծված ապակուց եւ էներգախնայող շերտեր ունեն։ Լուսավորությունը հիմնականում երթիկները տալիս է մեր սպորտ դահլիճին, ամֆիթատրոնի մասում եւ մեր մեջտեղի գլխավոր մուտքում ունենք կանաչ գոտի։ Ձմեռային այգի ունենալուց զատ այս դպրոցն այն բացառիկներից է, որ ամֆիթատրոն ունի։ Ինչ անեն, ինչպես կազմակերպեն, որ նոր հնարավորությունները արդյունավետ օգտագործեն։ Կրթական ծրագիրը ավարտվեց, երեխան տուն է գնում, իսկ ամֆիթատրոն եւ նմանատիպ կառույցները շատ ավելի լավ մոտիվացիա են վերջիններիս օրը մշակույթով եւ նմանատիպ միջոցառումներով հարստացնելու, լցնելու համար։ Դպրոցում արդեն սկսել են գույքը տեղադրել։ Առաջինից 5-րդ դասարանցիների եւ նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումը նախատեսում են առաջին հարկում կազմակերպել։ Մյուսներին երկրորդ հարկում կտեղավորեն։ Այստեղ նաեւ քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության ու ինֆորմատիկայի դասարանները կլինեն կահավորված համակարգիչներով ու անհրաժեշտ գույքով։ Մեր դպրոցը ունի արհեստական բանականության համար նախատեսված կաբինետ, ռոբոտաշինություն եւ այլ ուղղվածություններ, երեխաները կդառնան 21-րդ տարի զինված քաղաքացիներ գիտելիքով։ Դպրոցի տարածքը 6000 քառակուսի մետր է, կառուցված է 9 բալ սեյսմակայունությամբ։ Շինարարի մոտ կես դարյա փորձ ունեցող ինժեների համար գլխավորը շենքի ամրությունն ու երկարակեցությունն է։ Այսօրվա շինարարական լուծումները կարևոր գրավական են։ Առաջի տպավորությունը հարդարում է ներս մտնող տեսնում, բայց հիմնականը ասենք թե ներուժը, որը գործադրել ենք մենք, ջանել ենք շենքը ամուր, երկարակաց լինի ու դիմանա բալայնությանը, դա կկա հիմքերից եւ բետոնային աշխատանքներից։ Դպրոցը նախագծելիս չեն մոռացել նաև էներգախնայողության մասին։ Տանիքում արևային ֆոտովոլտային 230-ից ավելի վահանակ է տեղադրվել։ Հենաշարժողական խնդիրներով սայլակով տեղաշարժվող երեխաների համար դպրոցում կան անհրաժեշտ պայմանները։ Կառավարության եւ Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ է կառուցվում, արժեքը ավելի քան 2.5 միլիարդ դրամ։ Տեխնոլոգիական կրթությունը մարզերում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մասշտաբային ծրագիր է իրականացնում, թեմայի մասին ենք խոսելու տաղավարում, այստեղ է նախարարության ծրագրերի վարչության պետը։ Պարոն Եգիբարյան, եթե չեմ սխալվում, այս տարի 7 մարզում իրականացվեց ծրագիրը, ինչպես ընտրվեցին լոկացիաները եւ մասնակիցները ինչպես ընտրվեցին։ Մասսայական ուսուցում ծրագիրը այս տարի իրականացվում է Հայաստանի 7 մարզերում։ Ծրագիրը մեկնարկել է դեռևս անցյալ տարվանից եւ անցյալ տարի մենք 3 մարզում սկսեցինք ծրագիրը։ Դա պիլոտներ։ Դա պիլոտային ծրագիր էր, այո, փորձարարական եւ ընտրվեց Սյունիքի, Վայոց-Ձորի եւ Կոտայքի մարզերը եւ ծրագրին ընդհանուր առմամբ անցյալ տարի մասնակցեց 400-ից ավելի ուսանողներ եւ հա այս տարի մենք ընդլայնեցինք ծրագիրը եւ մյուս բոլոր մարզերում, այսինքն 7 մարզերում հիմա իրականացնում ենք ծրագիրը։ Ներողություն, որ նշեցիք ուսանողներ, դա տարիքի հետ կապ ուներ, թե պարզապես ծրագրին որպես ծրագրի մասնակցող, որպես շահառու մասնակից։ Եվ ինչպես ընտրվեցին այդ մասնակիցները, ովքեր էին։ Մենք որևէ տարիքային սահմանափակում չենք դրել եւ այն մեր մարզաբնակ բոլոր այն բնակիչները, ովքեր ցանկություն ունեն ընդգրկվելու, բնականաբար ընդգրկվում են, այսինքն դիմում են, հայտ են ներկայացնում եւ անցնում են դասընթացների։ Պետք է ասել, որ դասընթացները մասսայական գրագիտության մասին է տեխնոլոգիական աշխարհի, այսինքն ծրագրավորման լեզուների, կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության կանոնների, տեխնոլոգիական միտումների, տարբեր դիզայներական ծրագրերի մասին ընդհանրական գիտելիքներ, որը նպաստում է այս դեպքում արդեն դպրոցահասակների մասնագիտական կողմնորոշմանը եւ դեպի տեխնոլոգիական աշխարհ, այսպես ասած, մուտք գործելուն։ Ովքեր էին ավելի ակտիվ, երիտասարդները, դպրոցահասակները, տարիքով ավելի մեծերը։ Երիտասարդները ավելի ակտիվ էին, այսինքն ավագ դպրոցի եւ ուսանողները տարբեր մարզերի, տեխնիկումների, ուսումնարանների, բուհերի բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել եւ
Այս պահին դեռևս 2 մարզում դասընթացները ընթացքի մեջ են եւ հոկտեմբերի կեսերին մենք արդեն ամբողջապես կամփոփենք։ Ծրագիրը ինչպես էր ընտրվել իրականացնողները, մարզերում ինչպես են ընթացել այդ ծրագրերը։ Ծրագիրը մրցույթային կարգով ընտրվել են այն ուսումնական կենտրոնները, որոնք մարզերում պիտի իրականացնեին այս տեխնոլոգիական դասավանդումները։ Պիտի նշեմ, որ ընտրվել է 2 ուսումնական կենտրոն, ում հետ մենք աշխատում ենք դասընթացների իրականացման ուղղությամբ։ Տևողությունը ինչքան էր։ 2 ամիս։ Ընդհանուր առմամբ ըստ մեր պայմանների 36 դաս պետք է մատուցվի մեր մասնակիցներին։ Պարոն Անգիբարյան, այս կրթական ծրագրից հիմնական ակնկալիքները, որոնք են զուտ բազային ինֆորմացիայի տիրապետում, շատ են կարևորում տեխնոլոգիական կրթությունը եւ այդ գրագիտությունը, 1, եւ երկրորդը նպատակ ունենք այսպիսով նաեւ մասնագիտական կողմնորոշման վրա ազդեցություն ունենալ եւ դեպի, այսպես ասած, STEM ուղղությունները, դեպի տեխնոլոգիական կրթությունը մեր երիտասարդներին ուղղորդելու։ Օրերս վերջացավ նաև Ներուժ 6-ը ու կարծես ոլորտի առաջատար ընկերությունների ներգրավմամբ այստեղ ինչ տեղաշարժեր ու նորություններ կամ 6-րդ շրջափուլ։ Այո, 6-րդն է։ Գիտեք, որ Ներուժը Թուրքի ստարտափների, տեխնոլոգիական ստարտափների ծրագիր է եւ այս դեպքում Հայաստան են հրավիրվում այն ստարտափները, որը առաջի փուլ, այսպես ասած, անցնում են եւ բավականին ինտենսիվ ակսելերացիոն դասընթացներ են անցնում եւ ահա Ներուժի շրջանակներում այս ամեն ինչ տեղի ունեցավ կրկին կրթական, այս դեպքում արդեն բիզնես կրթական եւ ստարտափների աջակցման ուղղված։ Զգում եք փոփոխություն, էկոմիջավայրը արդեն նախորդիվ 5 շրջափուլերը անցնելուց հետո փոխվում է Հայաստանի։ Այո, փոխվում է, նաև էկո համակարգն է փոխվում, որովհետև Ներուժին գումարվում է նաև գաղափարից բիզնես ծրագիրը, որը եւս հաջողությամբ նախարարությունը իրականացնում է եւ այս տարվա ընթացքում ընտրվել են 19 ստարտափներ, որոնք կստանան դրամաշնորհներ իրենց բիզնես գաղափարներ իրականացնելու համար։ Զուգահեռ սրան գիտեք, որ Plug and Play միջազգային հեղինակավոր ընկերությունն է դեռևս անցյալ տարվանից մուտք գործել Հայաստան, այսպես ասած ակսելերացիոն ծրագրով, այս պահին ընթանում է նաև ինկուբացիոն ծրագրի հայտերի ընդունումը։ Մի շրջափուլը ավարտվեց, հիմա երկրորդ շրջափուլ է եւ հիմա երկարաժամկետ համագործակցության շրջանակում սկսվել է արդեն ինկուբացիոն process-ը, որի շրջանակում իհարկե սպասում ենք մեր ստարտափների հայտերին։ Պարոն Անգիբարյան, անշուշտ հետևում ենք նախարարության կրթական ծրագրերին, որոնք իսկապես բազմազան են, մյուս կողմից բուհերն են պատրաստում մասնագետների, հայաստանյան շուկան այդքան շատ մասնագետների պահանջարկ դեռևս ունի։ Կարծում եմ ունի որակյալ մասնագետների պահանջարկ, խոսեցիք բուհերի մասին, ես պետք է նշեմ, որ մեր կրթական, տեխնոլոգիական կրթության մի կարևոր բաղադրիչ էլ գործնական հմտությունների կատարելագործումն է եւ հենց դրա համար է, որ մենք պարբերաբար ուսանողական հակաթոններ ենք անում, արդեն երկրորդը այո արեցինք վերջերս օգոստոսի վերջին եւ այս դեպքում շահառուները հենց ուսանողներն են, որ հնարավորություն են ստանում մի քանի օրերի ընթացքում իրենց գործնական գիտելիքները պրակտիկայում օգտագործել, այսինքն ինչ որ լուծումների, խնդիրների վրա աշխատելով ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին իրենց լուծումները եւ հաղթանակի դեպքում իհարկե ստանան ֆինանսական աջակցություն։ Վերադառնալով բուն կրթական ծրագրերին նախարարությունը ինչ գործիքակազմ ունի գնահատելու դրանց արդեն վերջնական արդյունքները, հա, ինչպես է հետևում դրանց իրացմանը։ Մեր թիմը պարբերաբար նաև այցելում է դասընթացներին եւ պիտի ասեմ, որ այս դասընթացները մեր պահանջով on-line հեռարձակվում են եւ այն դեպքերում, եթե մեր աշխատակիցները ֆիզիկապես չեն կարողանում ներկա գտնվել որևէ մարզում, ապա on-line դրան հետևում են։ Սա մի կողմից հնարավորություն է տալիս նաև այն բացերը տեղում գնահատել եւ դրա լուծման վրա աշխատել։ Հնարավորություն է տալիս հասկանալ մեր ուսանողների, մասնակիցների ընդհանրապես պահանջարկը, նրանց գրագիտության աստիճանը, որ เป զի հաջորդաբար մենք նաև բարեփոխումների փուլերում դրան անդրադառնանք։ Նոր ծրագրեր լինելու են։ Այո, իհարկե լինելու են, նախ մենք պատրաստում ենք մյուս տարի եւս կրթական ծրագրերը շարունակել, ուսանողական հակաթոնների, այսինքն գործնական հմտությունների կատարելագործման վրա մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում եւ իհարկե մասսայական ուսուցումը մյուս տարվա համար նաեւ արհեստական բանականության գործիքների, կիբերանվտանգության, ծրագրավորման լեզուների մասին ընդհանրական գիտելիքներ պատրաստում ենք մատուցել մեր մարզաբնակ երիտասարդներին։ Ծածկելու եք մարզերը թե դեռևս 7-ի շրջանակում։
ամբողջ 10 մարզը պատրաստվում ենք բացի Երևանից ամբողջ Հայաստանով դասընթացներ իրականացնել։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի Ձեզ շնորհակալություն։ Քաղաքացիները հեռուստատեսային ձևաչափով պետպաշտոնյաներին հարցեր ուղղելու հերթական հնարավորություն ունեցան։ Կառավարության ու ազգային ժողովի նախաձեռնած «Հարցնում է քաղաքացին» հաղորդման այս անգամվա ոլորտը իրավականներ։ Հարցերը հավաքագրվել էին նախապես տեսագրություններով, օրենսդիրի ու գործադիրի պատասխանատուները հանրային անդրադարձել են այն հարցերին, որոնք չէին խախտի անձնական տվյալների գաղտնիությունը։ Եթերից դուրս մնացած հարցերը ընդունվել են ի գիտություն, հասցեագրվել են համապատասխան պաշտոնյաներին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու Սփյուռքի մեր հայրենակիցների հարցերը հերթական արդեն 5-րդ թողարկման ընթացքում արդարադատության ոլորտի օրենսդիր ու գործադիր մարմինների պաշտոնյաներին էին ուղղված։ Եթե նախորդող հանդիպումներին սոցիալական, առողջապահական, տարածքային կառավարման ոլորտերին առնչվող հարցերի ու առաջարկների բովանդակությունն առավելապես հանրային, համայնքային, մարզային նշանակության էին, այս անգամ նաև մասնավոր բնույթի խնդիրների պարզաբանում են ակնկալել քաղաքացիները հարթակի պաշտոնյա հյուրերից։ Ստացել ենք բազմապիսի հարցեր, որոնք վերաբերել են համընդհանուր համաներման գործընթացին, նոտարական պրոցեսների վերաբերյալ որոշակի հարցադրումներ կան, դատական, իրավական համակարգի վերաբերյալ, եթե օրինակ ցանկացած հարցադրման կամ առաջարկը պետք է փոխանցել համապատասխան պաշտոնյային, այն պահանջում է բացառապես բազմաթիվ գործընթացներ, թղթաբանական պրոցեսներ եւ այլն եւ այլն։ Իսկ այս ֆորմատի գլխավոր նպատակը այն է, որպեսզի մեր քաղաքացին հարցը բարձրաձայնի ոլորտի պատասխանատուներին եւ նրանցից ակնկալի ուղիղ եւ հստակ պատասխաններ։ Անուն, ազգանուն, բնակության հասցե ներկայանալու ընդհանրեն այս պարզ ընթացակարգն է պահանջվում քաղաքացուց, ով որոշել է հաղորդման ընձեռած հնարավորությունից օգտվել, կիսվել իր մտահոգությամբ։ Մեկ պայման էլ, որ հարցը շարադրվի տեսաձայնագրությամբ 1-1.5 րոպեի սահմանում, որպեսզի թողարկման ընթացքում հնարավոր լինի ավելի շատ հարցերի անդրադառնալ։ Իդեպ հետաքրքրությունը նախագծի շուրջ աճում է, եթե առաջին թողարկումներին ընդառաջ մոտ 70 տեսաձայնագրություն են ստացել հաղորդման կազմակերպիչները քաղաքացիներից, հիմա արդեն մինչև 200։ Մեկ հաղորդման ընթացքում միջինում 1 ժամ տևողությամբ բնականաբար բոլոր հարցերը չեն կարող արտացոլել հաղորդման շրջանակում, բայց չպետք է հիասթափվեն մեր քաղաքացիները, քանի որ յուրաքանչյուր հարցադրում, որը փոխանցվում է համապատասխան հեռախոսահամարին, այն ուղղվում է ոլորտային պատասխանատուներին եւ ակնկալվում է նրանց կողմից այդ հարցի հստակ լուծում։ Ամիսներ առաջ մեկնարկած նախագիծը գործնականում դրական վիճակագրություն է ստեղծում, +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածով այսօր արդեն ուղարկվում են ոչ միայն հերթական ոլորտին առնչվող նոր հարցեր, նաև լուծված խնդիրների մասին են քաղաքացիները գոհունակությամբ իրազեկում։ Մենք բազմաթիվ ոլորտների վերաբերյալ եւ շնորհակալական նամակներ եւ արդեն իսկ լուծված հիմնախնդիրներ մի շարքը մեր քաղաքացիները հանրայնացրել են, մի շարք քաղաքացիներ նախընտրել են պարզապես հանրային կերպով այդ ամենի մասին չխոսել։ Խնդիրներ էլ կան, որոնք ավելի երկարաժամկետ լուծում են պահանջում դիցուք տարածքային կառավարման ոլորտից։ Քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխան նախաձեռնած պաշտոնական կողմը վստահեցնում է, անկախ ծավալից չի շրջանցվելու բարձրաձայնված որևէ իրատեսական, օրինական հարց կամ առաջարկ։ Հրապարակումների եթերում շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM Gov-ում։ Մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։